Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր մեր տաղավարում հնչելու են կանխատեսումներ, որոնք կարող են ցնցել շատ-շատերին։ Աստղաբանը բացելու է փակագծեր պատերազմի, ընտրությունների, Ալիևի հաջորդ քայլերի ու Հայաստանի գլխին կախված ամենամութ վտանգների մասին։ Մեր հյուրն է աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանը, նա հյուրընկալվել է մեզ մոտ, որպեսզի բացի փակագծերը։ Ամսի 15-16-ը խայտառակ բարդ օրեր են։ Այդպիսի բարդ նորալուսին ես չեմ տեսել։ Եթե Նիկոլ Փաշինյանի քարտեզում Լուսինը եւ Սև Լուսինը գտնվում են ձկների կենդանակերպում։ Այդ օրը հունիսի 7-ին, ընտրությունների օրը, ինչ է սպասվում։ Հունիսի 7-ին, առավոտվա 8-ին Ինչպիսի ճակատագիր է խոստանում մեր երկրին։ Ավելի շատ հնարավորություն ունի ընտրություններում հաղթելու կամ շատ ձայներ հավաքելու Նիկոլ Փաշինյանը եւ բավականին բարդ իրադարձություններ են խոստանում մեզ։ Ընտրություններին բախում սպասվում է, հստակ ասել։ Նրա վարկանիշը բավականին անկում է ապրում, տեսեք Լուսինը խեց գետնում է։ Հնարավոր է, որ ընտրությունների պատճառով արյուն թափվի։ Հունիսի 15-16-ն է բարդ։ Խնդիրներ կլինեն, միևնույն է։ Խորը հոգոց եք քաշում։ Խորը հոգոց եմ քաշում, որովհետև երկու կողմներ բավականին ակտիվ են եւ ազգային ժողով կանցնի Սամվել Կարապետյանը։ Ալիևը օգտվելու է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակից։ Եթե հունիսի 3-ին 4-ին Ալիևը կարողանա դուրս գալ։ Այսօր Ալիևի աստղերը հարձակման են պատրաստվում։ Չէ, Ալիևի աստղերը տուժում են։ Ալիևը անկում է ապրում։ Այո, նրա վարկանիշը անկում է։ Որ ամիսն է լինելու ամենավտանգավորը Հայաստանի համար։ Հունիսի վերջ։ Բարև ձեզ, սիրելի Գայանե։ Բարև ձեզ, հարգելի Արեգ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ դուք։ Նմանապես։ Շատ կարևոր կանխատեսումներով եք եկել, շատերը համակ ուշադրությամբ ձեզ են այսօր լսելու, որովհետև այսօր ասելու եք բաներ, որ երբևէ որևէ տեղ չեք ասել։ Այդպես է։ Այո։ Հայաստանը հիմա այսօր աստղաբանական ինչպիսի շրջանի մեջ է եւ այդ շրջանը ինչպիսի ճակատագիր է խոստանում մեր երկրին։ Դե գիտենք, որ կարևոր եւ մոլորակային դիրքավորումներ եւ աշխարհաքաղաքական այդ անցուդարձի կենտրոնում ենք մենք հիմա գտնվում, բայց պետք է ուշադիր լինենք։ Ինչպիսի անցուդարձ է դա։ Նախ ամենակարևորը, եթե դիտարկենք մեր համապետական ընտրություններն են, որոնք բավականին բարդ իրադարձություններ են խոստանում մեզ։ Ընտրություններին բախում սպասվում է, հստակ ասեք։ Ամսվա վերջ, հունիսի վերջ։ Ընտրության օրերին բախում սպասվում է։ Ընտրության օրերին այդքան բարդ չեն դիրքավորումները, բարդ է հունիսի 15-16, հունիսի 30-ին, 29-30 եւ մարս մոլորակը անցնի երկօրյակի կենդանակերպ։ Հունիսի 7-ին, ընտրությունների օրը, ինչ է սպասվում։ Հունիսի 7-ին, առավոտվա 8-ին, աստղաբանական քարտեզի ասցենդենտը ընկնում է Խեցգետնի կենդանակերպում։ Եվ Վեներան եւ Յուպիտերը երկու բարեկեցության մոլորակները գտնվում են Խեցգետնում եւ նրանք դիրքեր չունեն։ Ես բազմաթիվ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ շատ հավանական է, քանի որ Խեցգետինը ժողովուրդն է, բնակչությունն է, Յուպիտերը մայրաքաղաքն է եւ նաեւ Վեներան մայրաքաղաքային բնակչությունը դժվարությամբ կարող է մասնակցել ընտրություններին։ Այսինքն բախումներ են սպասվում։ Այդ օրը չեն լինելու բախումները ավելի նկատելի կլինեն հունիսի 15-16։ Նիկոլ Փաշինյանի քարտեզում Լուսինը եւ Սև Լուսինը գտնվում են ձկների կենդանակերպում։ Այդ օրը կրկին Լուսինը լինելու է ձկների կենդանակերպում եւ բարձրացող հանգույցի հետ։ Այսինքն կարելի է ենթադրել, որ ընտրությունների հետևանքով բախում է սպասվում։ Բայց ավելի ուշ կարող է լինել, բայց ընտրությունները օգնող հանգամանք են նրա այդ դիրքերը կրկին եւս մեկ անգամ ապահովելու։ Մոտակա, այսինքն 4-5 տարիներին հիմքը դրվում է, գիտեք ինչպես բացատրում, հիմքը դրվում է նրա մոտ 4-5 այդ տարիների կառավարման այդ process-ի։ Այսպես ներկայացնեմ։ Ես եւ ձեր հարթակում եւ մի քանի հարթակում ասել եմ, որ ավելի շատ հնարավորություն ունի ընտրություններում հաղթելու կամ շատ ձայներ հավաքելու Նիկոլ Փաշինյանը եւ բառացիորեն բացատրել եմ, քարտեզները ցույց են տվել։ Ինչու՞։ Որովհետեւ նա երկվորյակ է, այս պահին Ուրանը գտնում է երկվորյակում, արդեն իսկ եւ Ուրանը ամբողջ մի շրջափուլը
տիեզերքում կատարում է 84 տարում։ Պլուտոնը ջրհոսում է գտնում, այսինքն անձը ունի հնարավորություններ, Ուրանը դա հեղափոխություն է կամ երկօրյակը ընտրություններ են, այդքան հեղափոխություն չէ, որքան համացանցի միջոցով, համաժողովրդական, համապետական ընտրությունների միջոցով շրջանը երկարացնել տևողություն, նաև դրան օգնում է այն հանգամանքը, որ նա իծնե ունի արև Պլուտոն տրիգոն, արևը երկօրյակում, Պլուտոնը կշեռքում, մեծ եռանկյունի դիրքավորում է ձևավորում, որը առավելապես բարենպաստ է նրա համար, նաև բարենպաստ է այդ դիրքավորումը կրակի ազդեցության տակ ծնվածների համար, եթե Յուպիտերը հունիսի 30-ին արդեն անցնում է առյուծի կենդանակերպ, այդտեղ արդեն հունիսի 30-ից հետո առավել մեծ հնարավորություն ունենա, եթե ընտրություններ լինեին ավելի ուշ, հուլիս եւ օգոստոս ամիսներին, եւ դրանից հետո այդ ընտրության հետ կապված մոլորակային դիրքավորումները արդեն կօգնեին Սամվել Կարապետյանին։ Ինչու, որովհետև նա ծնված կենդանակերպով առյուծ է, նրա ծնված պահին Յուպիտերը գտնվում է երկօրյակում եւ որքան հիշում եմ բարձրացող հանգույցներ են երկօրյակում, այսինքն ընտրությունների միջոցով համաժողովրդական Սամվել Կարապետյանն ունի հնարավորություն անցնելու, բայց դա ավելի շատ այդ մոլորակային դիրքերը առավելապես նրան կօգնեն աշնան ամիսին, չգիտեմ ինչ կարող է լինել, նաեւ կրկին նշում եմ, որ հունիսի 30, հուլիսի 4, հուլիսի 11 եւ 17 այդ օրերը բարդ են լինելու Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչու, որովհետեւ Մարսը անցնում է երկօրյակի կենդանակերպ, իսկ նրա ծնված կենդանակերպը այդ նշանը երկօրյակն է։ Մարսը դա կոնֆլիկտներ է, դա անցած անգամ նմանատիպ մի դիրքավորում եղավ եւ եկեղեցու հետ կապված այդ դիրքավորումը նաեւ ամսի 18-ին Ամսի 18-ը հիշում եք, չէ՞, մի քանի տեղ բախումներ եղան, թեթև խոսակցություններ եղան, այդ օրը լուսինն էր երկօրյակում։ Ինչ է կարելի եզրակացնել ձեր ասածից, որ ընտրությունները եթե բարեհաջող սկսվեն ու ավարտվեն, հնարավոր է շրջադարձային փոփոխություն ըստ ձեր ասած քարտեզի։ Շրջադարձային փոփոխություն ավելի շատ հունիսի վերջում այդ խառը իրավիճակն է 15-16-ը բարդ է, բայց առավելապես այդ լարվածություն նկատելի է հունիսի վերջ։ Շատերը կանխատեսում են, որ հնարավոր է քաղաքացիական պատերազմ, հնարավոր է, որ ընտրությունների պատճառով արյուն թափվի։ Նման բաներ տեսնում եք։ Հունիսի 15-16-ն է բարդ, բայց քանի որ Մարսը ցուլի կենդանակերպում է, այն ավելի շատ գտնվում է ցուլը նրա համար այդքան էլ օգնող հանգամանք չի Մարսի դեպքում, բայց այո, բախումներ կլինեն այն պատճառով, որ եթե արդյունքները չարդարացվեն։ Ու նաև խոսվում է շատ, որ հնարավոր է, որ ընտրությունների արդյունքները կեղծվեն դրսից կամ ներսից։ Նման հավանականություն, հնարավորություն տեսնում եք։ Չէ։ Չեք տեսնում։ Արդարացիորեն է ամեն ինչ անցնելու։ Դե բոլոր տարբեր կողմերից եւ ընդդիմադիր եւ իշխանական այդ կողմերում էլ մեկը մյուսին մեղադրում են մի կողմից իշխանական լիազորությունները, հա, ընդդիմադիրները այդ գործող իշխանության մեղադրում է իրենց այդ լծակները օգտագործելու մեջ, բայց կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, ընտրությունները արդար կընթանան։ Ընտրությունները արդար կընթանան եւ հաղթանակելու հավանականությունը ամեն դեպքում պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Երկու հոգի, բայց առավելապես շատ ձայներ կունենա Նիկոլ Փաշինյանը։ Նաև ես նշել եմ, որ հաջորդ երկօրյակը, որը 30 տարեկան շրջափուլում է գտնվում, այդ տարիքային շեմին է գտնվում, դա Գուրգեն Սիմոնյանն է, որը առավելապես մեծ շանսեր կունենալ մյուս տարի, եթե ընտրությունները լինեին մյուս տարի, բայց 29-30 թվականին այդ Պլուտոն եւ Ուրան մոլորակները նրանք շարժվելու են դեպի առաջ եւ այդ դրական դիրքերը նաեւ ազդելու են նրա վրա։ Մեկ բան է հավանականություն ունենալու հաղթանակի, հնարավորություն ունենալու հաղթանակի, մեկ այլ բան է, որ մեկ այլ ընթացք ստանա։ Հնարավոր է նման բան։ Ինչի նկատի ունեք։ Հավանականություն շատ ունեցողը հաղթանակի չհասնի։ Չեմ կարծում։ Կհասնի։ Հա, ուղղակի քանի որ ընտրությունները երկօրյակի կենդանակերպում են, երկակիության բնույթ կլինի։ Հնարավոր է, որ միանգամից ընտրությունների բացարձակ հաղթանակ չունենան։
Ձեր հաշվարկներով առաջիկա ամիսներին պատերազմի վտանգ կա։ Ոչ։ Ասացիք, որ կնայեք նախորդ հաղորդմանը եւ այս հաղորդմանը կպատասխանեք։ Վարչապետը ասաց, եթե իրենց ուժը չանցնի, պատերազմ է լինելու։ Պատրաստված եք եկել։ Հավանական է, որ անցնի։ Եվ պատերազմի վտանգը չեզոքանալու է։ Արդեն կախված է կրկին աշխարհաքաղաքական այդ տեղաշարժերից, նաև շատ կարևոր է այստեղ գերտերությունների ազդեցությունը։ Ես մի քանի կանխատեսումներ եմ կատարել եւ Թրամփի քարտեզի հետ կապված, որտեղ պարբերաբար հարցումներ է կատարում եւ Ադրբեջանի հետ կապված եւ Իսրայելի հետ կապված, քանի որ երկուսն էլ օդի տարեքի ազդեցության տակ ծնված են եւ Թրամփը եւ Նիկոլ Փաշինյանը, այդ մոլորակային դիրքերը դերևս դրական ազդեցություն կունենան նրանց հարաբերությունների վրա։ Մինչ անդրադառնանք դրան, խնդրում եմ եք հարցի պատասխանեք եւս ու շարունակենք։ Այսօր Ալիևի աստղերը հարձակման են պատրաստվում։ Չէ, Ալիևի աստղերը տուժում են հունիսի 3-ի 4-ի դրությամբ, ես այստեղ դիտարկեմ ասեմ։ Հունիսի 3-ի Ալիևը ռեգրեսի մեջ է։ Այս հունիսի 3-ի 4-ի դրությամբ այո, բարդ մոլորակային դիրքավորումներ կան նրա քարտեզում, քանի որ նա ունի Լուսին Սատուրն օպոզիցիա, իսկ այդ օր Լուսինը լինելու է այդտեղ ջուրի կենթանակերպում, ահա, հունիսի 2-3, այստեղ կարող եմ ցույց տալ բարդ մոլորակային դիրքավորումները։ Տեսնում եք կարմիր է։ Նրա վարկանիշը բավականին անկում է ապրում, տեսեք Լուսինը խեցգետնում է կամ առոցի վերջ Յուպիտերը այստեղ լարբես դիրքեր։ Ալիևը անկում է ապրում։ Այո, նրա վարկանիշը անկում է այս պահին։ Մոլորակները հստակ այսօր ցույց տալիս են Հայաստանի ներսում դավաճաններ կան թե ոչ։ Արեգ ջան, աստղաբանության առումով հարցադրման առումով չեմ կարողանում հստակ հարց պիտի ձևակերպել։ Աստղաբանությունը այդպիսի դիրքեր չի դիտարկում։ Ինքը ասում է, այսպիսի ժամկետներ կան։ Այս ժամկետներում լարված է, մնացած ժամկետներում մոլորակային դիրքերը ավելի բարենպաստ են։ Լավ, այդ սկզբունքով հարց տամ ձեզ, որ ամիսն է լինելու ամենավտանգավորը Հայաստանի համար։ Հունիսի վերջ, հուլիսի սկիզբ։ Հայաստանը այսօր պաշտպանված է տիեզերական էներգիայով։ Հայաստանի քարտեզը ավելի բարդ էր գարնանը եւ ես ասել եմ 23-24 թվականին հիշում եք, չէ՞, մոլորակային դիրքեր կար, ինչ էր, խավարումներ կար Խոյի եւ Կշարք այդ առանցքում եւ մասն էր գտնվում այնտեղ բարբերաբար մեր թշնամի կողմը հարձակումներ էր գործում։ Այս պահին դեռևս Հայաստանը գտնվում է կայուն վիճակում։ Նաև 24 թվականին ես ասացի, որ նոր տիեզերական ցիկլն է, Յուպիտերը եւ Ուրանը միանում են ցուլի կենթանակերպում։ Եվ հենց այդ միացումը կարծես թե կամած այդ միացման արդյունքում կամած նշվարվում է խաղաղության այդ շղարշը։ Հայաստան այսօր ամբողջովին բաց է հարվածների համար։ Չէ։ Փակ է։ Չէ։ Էներգետիկ մասով Հայաստանը պաշտպանված է։ Ավելի պաշտպանված է, քան 23 թվականին։ 22-23 թվականը բացարձակ վատ դիրքեր էին այդ ժամանակահատվածում։ Հիմա ավելի բարվոք վիճակում է գտնում քարտեզը։ Ձեր ուսումնասիրած քարտեզներով, տրիգոններով, այսպես ասած, կա Հայաստանի տարածքային նոր կորուստների վտանգ։ Մինչև տարեվերջ։ Մինչև սեպտեմբեր եմ նայել։ Մինչև սեպտեմբեր որևէ կորուստների վտանգ չկա։ Տեսեք ինչու՞մն է։ Այս երկու եւ Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի քարտեզները այդ եռանկյուններով նրանք միացված են իրար։ Քանի նրանք Հայաստանը եւ ԱՄՆ-ը եւ ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանը։ Գիտեք, որ Վլադիմիր Պուտինը Կշարքի կենթանակերպի ազդեցության տակ է, երկուսը երկվորյակ եւ Պլուտոնը ջրհոսում։ Այդ եռանկյունին մոտավոր 1 տարի պահելու է։ Բայց այնպես չի, որ Ալիևը գիտեք, որ մեր թշնամիները եւ տարիների ընթացքում մենք համոզվել ենք եւ նա շատ ամբիցիոզ է եւ շատ նրա մեջ բռնակալի բռնապետի հակումները եւ այդ որակները ավելի շատ են։ Մի վարքյան հանկարծ մի քիչ թուլանանք, անպայման նրանք կհարցակվի։ Հա, բայց իր քարտեզը վատ էր։ Եվ դիրքերից մեկի ժամանակ, երբ որ ես նշեցի, կարծեմ Գառնանն էր նրա քարտեզը վատ, երբ որ Մարսը խոյում էր, դե նա այդեղ ջուր է, իր ծնված կենթանակերպով, կարծեմ սրտի հետ կապված խնդիր է ունեցել։ Ալիևը։ Հա, սրտի հետ կապված խնդիր է ունեցել, հոսպիտալացվել է։ Իշխանությունը պահելու շանսերը գործող ղեկավարության համար աստղերը ինչպես են նկարագրում։
Այսպես ասեմ, աստղաբանության մեջ այսպիսի մի կարևոր կետ կա, որ բացի այն, երբ որ դուք աստղաբանը հաշվարկներ է կատարում, անձի, տեղանքի, իրավիճակի համար բարենպաստ ժամկետներ է ընտրում, նաև պետք է հաշվի առնվի տեղանքը եւ ֆիզիկական դաշտում, թե այդ իրադարձությունը որ տեղի ունենա կամ այդ գործը որ սկսվի, արդյոք բարենպաստ է։ Այսպիսի համեմատություն, ասում եմ, երբեք դուք չեք կարող կանխատեսել, ուզում եք ինչ-որ գործ սկսել, ուզում եք արևադարձային երկրներում սառցե դաշտեր լինի, կամ ուզում եք հյուսային Սառուցյալ օվկիանոսում ծառ տնկել, ինչ-որ բան հնարավոր է արդյոք, չէ, պետք է նաև այն գործը, այն իրողությունը, այն ինչ որ նախագծում ես, պետք է համապատասխանի իր բնույթին, ինձ օգնեցիք։ Տվյալ դեպքում ինչն է հետաքրքիր, որ ի պաշտոնե նա ունի բավականին շատ առավելություններ, չէ, բայց նաև աստղաբանորեն օգնող հանգամանքներ կան դրան։ Շատ է խոսվում, որ ընտրությունները հնարավոր է խաղաղ չանցնեն եւ փողոցում պայթի։ Ես ամսի 15-16-ի դիրքերը դիտարկեմ, ուրեմն 15-ին նորալուսին երկորյակի կենդանակերպում 14-ը համատաբար, 14-13-ը բարենպաստ են, բայց մի բարդ դիրքավորում նաև ամսի 10-ին, 10 հունիս խոյի կենդանակերպում, խո եւ խեցգետի։ Խեցգետնի կենդանակերպում է գտնվելու լուսինը երկորյակ եւ խեցգետին եւ այդտեղ Սատուրնի հետ բարդ դիրքեր։ Այո, մի բարդ դիրքավորումը ամսի 10-ին, մյուսը 15-ին եւ 16-ին։ Տեսնում եք ամեն դեպքում նման։ Հա։ Վտանգավոր պայթյուններ։ Ձեր հաշվարկներով Հայաստանում հեղաշրջման էներգիա կա։ Ոչ։ Չկա։ Ուրան երկորյակում է, նա կարող է տանել հեղաշրջման, բայց քանի որ դրական դիրքեր ունի Պլուտոնի հետ, իսկ դրական դիրքերը նրանք ավելի շատ բարենպաստ ազդեցություն ունեն իրավիճակը այսպես անխոչնդոտ կամ իրադարձությունները առավել իրադարձությունները եւ դրանց ընթացքը անխոչնդոտ անցնելու։ Եթե քառակուսի լինի, ասենք Պլուտոն, Ուրան քառակուսին է եւ այդպիսի դիրքեր մենք մոտակա տարիներին ունենալու ենք, այդ դեպքում հնարավոր է որ նմանատիպ իրավիճակներ լինեն։ Արդյոք արդեն արտաքին ուժերը աշխատում են Հայաստանի ներսում իրավիճակը պայթացնելու վրա։ Աշխատում են, բայց դե ամսի 9-ին, 10-ին եւ ասեցի 15-16-ը բարդ է լինելու։ Արտաքին ուժերն են աշխատում։ Եթե ես դիտարկում եմ Նիկոլ Փաշինյանի քարտեզը, նրա ծննդյան քարտեզը կոչվում է Արևային վերադարձի քարտեզ, այդտեղ սև լուսինը աղեղնավորում է եւ նրան օգնող հանգամանքներ կարող են լինել տաք երկրներից, միշտ ասում եմ, նրան կարող է օգնություն լինել, իսկ սառը երկրներից նրան խանգարող հանգամանքներ կարող են լինել։ Պատասխանատվության կարող են ենթարկել։ Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Ընտրություններով Հայաստանում անկայունություն սպասվում է։ Քանի որ արևը գտնվում է երկորյակի կենդանակերպում, այո, հնարավոր է սպասվում է։ Ալիևը օգտվելու է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակից։ Եթե հունիսի 3-ին 4-ին Ալիևը կարողանա դուրս գալ այդ բարդ իրավիճակից, որովհետև այնտեղ հնարավոր է ներպետական դժգոհություն լինի լուսինը խեցգետնում, այնտեղ նա չի սիրում դե բռնապետ է լուսին Սատուրն օպոզիցիա լինի, անպայման առիթից կօգտվի նա, բայց կարծում եմ, որ խնդիրներ կլինեն, միևնույն է։ Խոր հոգոց եք քաշում։ Խոր հոգոց եմ քաշում, որովհետև երկու կողմներ բավականին ակտիվ են եւ ցավալիորեն նրանք թշնամացած են։ Եվ սրված է վիճակը ըստ ձեզ։ Սրված է վիճակը, բայց Մարսը քանի որ ցուլում է, հուսամ որ Մարսը ցուլում է, եթե ապրիլին լիներ, իրադարձությունները ավելի բարդփուր կարող էին ասել, քանի որ Մարսը խոյում էր այդ ժամանակահատվածում։ Այս ընթացքում մինչև հունիսի 30, այ հունիսի 30, ինչու եմ ասում 29-ը 30, նախ 29-ի Մերկուրին կնահանջի խեցգետնում, հետո Մարսն էլ կանցնի արդեն երկորյակ, 29-ի հենց անցավ երկորյակ, արդեն
կոնֆլիկտային խոսակցություններ, երկորյակը ժեստերն են, շարժումներն են, իսկ Մարսը դա կռիվ, ագրեսիա, այդ ժամանակահատվածում ակտիվ, նույնիսկ կոնֆլիկտներ ուժային կառույցների հետ եւ խոսքի միջոցով, երկորյակը խոսքն է եւ ձեռքերի միջոցով, այդ ժամանակահատվածում ուժային կառույցների հետ եւ ուժային կառույցների եւ նաեւ նրանց միջև կարող է լինել հակամարտություն։ Հա։ Մի խոսքով ըստ ձեր ուսումնասիրած աստղաբանական քարտեզների Հայաստանի քաղաքական առաջնորդի փոփոխություն դուք չեք տեսնում։ Մենք անցած անգամ ենք խոսել դրա մասին։ Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ շանսեր ունի։ Եվ բաց բացատրում ինչու է այդպես եւ խնդրում չքաղաքականացնել, չնայած ձեր հարցադրումները բավականին սուր են եւ այն պատասխանները, որոնք ես տալիս եմ, հանրության մի շերտին չի։ Սուր չեն, հարգելի Տիկին Գայանե, պարզապես հարցերս համեմատաբար ավելի հստակ են եւ ենթադրում են ավելի հստակ պատասխաններ։ Իսկ դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ սուր են, քանի որ ես իմ խոսքը չէի վերջացրել, դուք նորից կտրուկ դրեցիք, հստակ պատասխաններ։ Միջամտեցի, Քավլիցի Գայանե։ Աստղաբանությունը հստակ չի կարող ասել։ Աստղաբանությունը հստակ գիտություն չէ։ Հաշվարկային այդ մեթոդները դրանք հստակ ֆիզիկա-մաթեմատիկական բանաձևերի միջոցով է լինում։ Իսկ եթե ասում եք ֆիզիկա-մաթեմատիկական բանաձևերի միջոցով է լինում, ֆիզիկան եւ մաթեմատիկան համարվում են հստակ եւ ճշգրիտ գիտություններ։ Մենք գտնում ենք մոլորակների ճշգրիտ դիրքերը տիեզերքում եւ նրանց հայեցողություններ, նրանց դիրքերը անձի կամ պետության այդ նախնական քարտեզի հետ։ Բայց իրավիճակները այնպես են լինում, ինչպես իրական կյանքում, այնպես էլ այնտեղ կարող են խառը լինել։ Նրանք իրական կյանքում չեն մեր։ Նրանք իրական կյանքում, ինչպես շախմատում, չէ, լինում է մի կողմից շատ դրական դիրքեր, բայց մյուս կողմից բացասական, նույնն է։ Ինչպես ասում են, ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում է։ Լավ, այսօր կա վտանգ, որ Հայաստանը կարող է կորցնել պետական վերահսկողությունը որոշ տարածքների վրա, հայկական տարածքների վրա։ Այս պահին ոչ։ Չկա վտանգ։ Ընտրություններով պայմանավորված էլ չկա։ Մարսը, երբ որ մտնի երկորյակի կենդանակերպ, դա հունիսի 30-ի մոտակայքում է, այդտեղ երկորյակը ճանապարհն է, միջպետական ճանապարհ, դրանք խաչմերուկներն են, մայրուղիներն են, այդ ժամանակահատվածում հնարավոր է այդ ենթակառուցվածքների հետ կապած բարդ իրավիճակներ լինեն։ Մի խոսքով տեսնում եք, թե չեք տեսնում, թշնամին պատրաստում է նոր ռազմական սադրանքի։ Եթե սադրանք լինի, եթե ներ քաղաքական վիճակը լարվի, Մարսը հնարավորություն կտա թշնամուն ակտիվանալու։ Շատ է խոսվում Սյունիքի մասին, Սյունիքի շուրջ առաջիկա ամիսներին ինչպիսի իրադարձություններ են ծավալվելու։ Այդ ժամանակահատվածում ամսի 4, 7 եւ 14։ Կներեք, հստակ ասեմ, հա ձեզ։ Ինձ մոտ հստակ 4, 7, 4, 11 եւ 17, 4, 11, 17, այսինքն յուրաքանչյուր 7 օրը մեկ, 17, 18, հա, այդ ժամանակահատվածը Մարսը երկորյակում է, իսկ երկորյակը նաեւ ճանապարհներ, նաեւ Նիկոլ Փաշինյանը, օրինակ ամսի 11, 18-ին նաեւ Թրամփի քարտեզները շատ լարված, որովհետեւ նույն Մարսը մտնում է երկորյակ, նրա կյանքին էլ է վտանգ սպառնում, հնարավոր է մահափորձ լինի, կոնֆլիկտներ, խոսակցություններ նրա վարկանիշը կարող է ընկնել, եթե դեբատներ լինեն, եթե հաղորդումներ լինեն, խոսակցություններ, այնտեղ հարցազրույցներ, երկուսի դեպքում էլ եւ Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի դեպքում էլ բարդ մոլորակային դիրքերը նրանց կարող են իջեցնել եւ վարկանիշը եւ նաեւ հարաբերությունները իրենց գործընկերների հետ։ Հստակ պատասխանում ձեզանից ակնկալում։ Ով է այսօր ամենավտանգավոր մարդը Հայաստանի քաղաքական դաշտում։ Դուք անձնավորակցեք ասում։ Մարդը անձնավորություն է։ Այսինքն քաղաքական գործիչ, անձ։ Այո։ Ով է ամենավտանգավորը ըստ ձեր աստաբանական քարտեզների։ Բայց մենք բոլորս ունենք բարդ դիրքեր եւ ունենք դրական դիրքեր։ Կախված թե ով է, ով որտեղ է, ով ինչ թույլ կողմեր ունի։ Ես կարող եմ այդպես։ Ով է ավելի վտանգավոր Հայաստանի համար։
Ես այդ հարցին չեմ խուսափում պատասխանել, նախ չունեմ ղեկավարների, չէ, աստղաբանության մեջ ծնված ժամն ու րոպեն շատ կարևոր է։ Մենք չունենք ղեկավարների կամ այդ անձանց ծնված ժամն ու րոպեն, բայց կարող եմ ասել, որոնք են նրանց թույլ կողմերը։ Այդպես կարող եմ ասել, որտեղ են խոցելի նրանք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի Լուսինը եւ Սև Լուսինը գտնվում է ձկների կենդանակերպում։ Նրա թույլ տեղը նրա նյարդերն են, հոգեկանն են։ Եվ պատահական չէ, որ ես ձեր հաղորդումներից մեկում ասեցի Գառնանը Նիկոլ Փաշինյանի քարտեզը գտնվում է բարդ վիճակում։ Եվ հենց այդ մարտի փետրվարի կեսերն էր, չէ, որ ամուսնալուծության հետ կապված այդ իրավիճակները, դե հետո նրանք կրկին կարծես միացան, բայց ինչի նկատի ունեն։ Ես տեսել եմ, որ մարտի 2-ին Մարսը մտնում է ձկներ։ Իսկ դա նրա համար վտանգավոր էր։ Հաջորդ խոցելին ով է։ Ոյ, հաջորդ խոցելին ասեմ ձեզ, Սամվել Կարապետյանի մոտ ինչն է բարդ, նրա քարտեզում Սատուրնը գտնվում է ձկների կենդանակերպում։ Սատուրնը ժամանակի կարմայի մոլորակն է, դրանք մարմիններն են, պետական ադմինիստրատիվ մարմիններ են, հարկային տեսչությունը։ Եվ նրա քարտեզում, ես չգիտեմ, աստղաբաներ վերջին այս ընտրությունների համար կարծում եմ, որ նրա քարտեզը դիտարկել են աստղաբաներ, բայց ոչ Հայաստանում, որտեղ ըստ քարտեզի նա ունի հնարավորություն արևը առյուծում Յուպիտերը երկորյակում, չնայած Յուպիտերը երկորյակում այդքան ուժեղ չէ, բայց միևնույն է հարաճանաչություն է տալու նրան, հնարավորություններ ընտրություններում ձայներ հավաքելու հնարավորության ասպեկտ եմ տեսնում, բայց նրա մոտ Սատուրնը ձկների կենդանակերպում կյանքի որոշակի փուլում եւ դա 29-30, կարծում եմ 14-15, 29-30, 44-45 եւ 59-60 տարեկան այդ շրջապատում մի հատ էլ ունի 74-75, բայց նաև ասեմ 29-30 թվականին Պլուտոնը գալու է իր արևի վրա։ Իսկ Սատուրնի փուլերով յուրաքանչյուր 15 տարի մեկ նա խնդիր ունի եւ հնարավոր է նա հայտնվեր մեկուսացման վայրերում։ Եվ եկեք տեսեք, որ 59-60 տարեկան այդ տարիքային շրջափուլերում նա իր կարմիկ պարտականություններ կատարեց։ Հնարավոր է, որ որոշ պարտականություններ չի կատարել եւ նա այդ մոտակա 1 տարին եւ ավել գտնվելով մեկուսացման վայրում երևի թե մտածել է իր կյանքում արած չարածների մասին եւ Սատուրնը ձկների կենդանակերպում նա ունի հատուկ վերաբերմունք կրոնի եւ եկեղեցու հանդեպ եւ կարծում եմ որ եւ գիտեմ որ ոչ թե կարծեմ Տաշիրում եկեղեցի չի եղել, ինքը հենց դա կառուցել է, այդ չգիտեմ, հնարավոր է 40 տարեկան այդ շրջափուլում 40 տարեկանում է դա կառուցել կամ պետք է կառուցած լինի 29-30 կամ 40 տարեկանում։ Այդպիսի թույլ կողմեր ունեն, որոնք խոցել էին։ Համենայն դեպս նրանք պատահական չեն։ Նիկոլ Փաշինյանի Լուսինն է գտնում ձկների կենդանակերպում, Սամվել Կարապետյանի Սատուրնը, երկուսն էլ հոգեկան առումով, հոգեպես թույլ կարող են լինել, չնայած Սամվել Կարապետյանի արևը առյուծում, առյուծը ավելի դա ֆիքսված նշանն է, նա ավելի այսպես հաստատակամ է։ Երկրորդ նախագահին ինչ եք անդրադառնում։ Քոչարյանն։ Ես երկրորդ եւ երրորդ նախագահները նրանց մոտ Յուպիտերը հետ գտնվում, նրանց մոտ Մարսը գտնվում է այդ։ Չէ, երրորդ նախագահը չի մասնակցում։ Ես նրանք թույլ կողմեր ունեն։ Ես կասեմ, հենց այնպես չեմ ասում։ Երկուսի մոտ Մարսը այդտեղ ջուրի կենդանակերպում է գտնվում։ Նրանք կարողացան Մարսը ինչ է ագրեսիայի միջոցով, ուժ գործադրելու արդյունքում կարողացան վերցնել իշխանությունը, բայց նախադրյալներ ունեն երկուսի Յուպիտերն էլ խեցգետնի կենդանակերպում, որ նրանք իծն է, եթե անձնային տվյալները չի փոխվել, իծն է նրանք ծնվել են ղեկավարի կարողություններով։ Յուպիտերը հեղինակություն, խեցգետին հայրենիք։ Հաջորդ նրանց թույլ կողմը երկուսի քարտեզում Սև Լուսինները գտնվում է Կարիճի կենդանակերպում։ Իսկ Կարիճը դրանք հանրային գումարներն են։ Երկուսին էլ մեղադրում են հանրային գումարները այդ օգտագործելու եւ տնօրինելու մեջ։ Այո, երկուսի Սև Լուսինը։ Եվ շարունակվում է։ Այդպես թույլ կողմերը կարող եմ ասել։ Փաստորեն ըստ ձեր ուսումնասիրած աստղաբանական քարտեզների ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ
չեն ունենալու ընտրություններում։ Ու կունենան ազգային ժողով կանցնի Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանի դեպքում Գուրգեն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյան նրանց միջև կարող են թանալ։ Ինչպես անցած անգամ եմ ասել, ես չեմ փոխել եւ ոչ մի ալիքում եւ հարթակում նույն Շատ բարի։ Հարցադրումներն է արվել եւ նույն պատասխանն են ստացել։ Արդյոք առաջիկայում հայտնի քաղաքական գործիչների դեմ մահափորձի վտանգ տեսնում եք։ Հունիսի սկիզբ երկվորյակ նրանք ովքեր երկվորյակ կենթանակետյալ Մահափորձի վտանգ եք տեսնում։ Ինքը մահափորձ չի, քանի որ Մարսը երկվորյակում է, հնարավոր է հենց բռունցքով էլ հարված են։ Երկվորյակը ձեռքերն է, խոսքն է, բայց քանի որ Մարսն է, Մարսը կոնֆլիկտի մոլորակն է, օդի միջոցով կա, երկվորյակ օդի միջոցով կարող է լինել։ Այդ ժամանակահատվածը բարդ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար։ Աստղերը ցույց տալիս են, որ հնարավոր է ժողովուրդը կարող է կամ դուրս գալ անկառավարելի բողոքի։ Ամսի 10-ը Լուսինը լինելու է Խոյի կենթանակերպում, Խեցգետնում բարդ դիրքեր, նաև ասել եմ շատ բարդ նորալուսին է, ամսի 15-16-ը խայտառակ բարդ օրեր են։ Այդպիսի բարդ նորալուսին ես չեմ տեսել, եթե մայիսի Այսինքն կարելի է ասել, որ այդ օրերին սև ուժերի ազդեցություն կա։ Սև լուսինը հիմա աղեղնավորում է, քանի որ ձեր հարցադրումները միանգամից են, բայց ես այդքանը չեմ կարող ասել։ Սև ուժերի ազդեցություն կա Հայաստանում։ Սև ուժերը արտերկրից կարող են լինել, սև լուսինը աղեղնավորում է։ Այո, հնարավոր է սև։ Այ հենց սև լուսինը աղեղնավորում եւ նորալուսինը երկորյակի կենթանակերպում, այո։ Փաստորեն սև ուժերի ազդեցությունը ուժեղանում է հատկապես ընտրություններից հետո։ Տեսեք, ամսի 16-ը լուսինը գտնվելու Խեցգետնի կենթանակերպում եւ բարդ դիրքեր Սատուրնի հետ Խոյում եւ Յուպիտերը Խեցգետնում։ Այդ օրերին ժողովրդի մի ստվար զանգվածը, որը գող չի լինելու, չեղավ ընտրությունների արդյունքներից, նրանք դուրս կգան հակամարտության։ Հավանականություն տեսնում եք Հայաստանում գաղտնի իշխանափոխության գործընթացի։ Ոչ։ Չեք տեսնում։ Ժամանակն է արդեն, եթե ձեր հաստաբանական քարտեզները բոլորը ներկայացրեցիք, ժամանակն է, որպեսզի անցնենք հորոսկոպի եւ կենթանակերպի նշաններին, որովհետեւ ձեր հետևորդները, մեր հետևորդները, աստղաբանության սիրահարները ուշի-ուշով սպասում են իրենց կենթանակերպին, որպեսզի իմանան, տեղեկանան եւ զգուշանան, ինչ է սպասվում իրենց։ Համեցեք։ Սիրով ներկայացնեմ հետաքրքիր մոլորակային դիրքավորում, որը նաև տեղի ունեցել 2025 թվականի օգոստոսի 11-ին Նավասարդի օրը եւ այդ օրը դուք գտնվել եք Քարահունջում եւ ինչպիսի ամուսնություն էր այդտեղ Հրաշալի երկու մոլորակների ամուսնություն լուսընթակ եւ արուսակ արուսակը Վեներան է եւ լուսընթակը Յուպիտերը անձամբ տեսել եմ եւ ներկայ եմ գտնվել Դուք գիտեք որ նմանատիպ այդպիսի մոլորակային դիրքավորում հունիսի 9-ին է 10-ին լարված դիրքեր են, բայց դրանից առաջ հունիսի 9-ին լուսընթակը եւ արուսակը Վեներան եւ Յուպիտերը կրկին միանալու են Խեցգետնի կենթանակերպում, իսկ ինչն է հետաքրքիր, որ լուսինը օգոստոսի 11-ին ձկներում է եղել, տեսեք Վեներան, Յուպիտերը այստեղ լուսինը ձկներում։ Հիմա էլ հենց այդ օրը ամսի 9-ի միջև կեսօր առավոտվա ժամերին Վեներան, Յուպիտերը միանալու են Խեցգետնում, լուսինը ձկներում։ Բացառիկ, այո, եւ հենց այդ օրը բարենպաստ է ամուսնությունը կնքելու։ Գիշերը որ ժամերին կարելի է տեսնել, հատկապես վառ 8-ի երեկո կլինի։ 8-ի երեկո, հունիսի 8-ի երեկո։ Հա։ Մի խոսքով մեր հետևորդներին ասենք, որ հունիսի 8-ի երեկոից սկսած կարելի է մեր գլուխը հառել երկինք եւ տեսնել շատ հետաքրքիր 7-ին 8-ին Վեներան կմորենա։ Հրավառություն։ Այո, երկու բարեկեցության մոլորակներ, նրանք ովքեր ցանկանում են իրենց ամուսնությունը գրանցել, կարծեմ 3 շաբթի եթե նպաստավոր օր է ամուսնության գրանցել։ Անպայման դրա համար եմ ասում, մանավանդ եթե ջրի եւ հողի ազդեցության տակ են ծնվել մեր հետևորդները, բայց երբեք նրանք չեն իմանա, դա արևով է, հնարավոր լուսինն է հենց գտնում այդտեղ, կնունկ, ծնունդ, ուրախություն, աղոթքների համար է բարենպաստ,
մեղքերի թողության համար եւ ի վերջո գնեք բնակարան, բացառիկ բարենպաստ դիրքերով։ Այսպիսի բան պատահաբար մտքովս անցավ։ Մի հատ էլ օրերը շեշտենք։ Հունիսի 9-ը։ Մանավանդ առավոտյան ժամերին լուսինը լինելու է ձգնել, հետո կանցնի խոյ, միևնույն է այն օգնելու է, բայց ցանկալի է, եթե ամուսնության գրանցման համար է, հենց առավոտ 8:30-ին, եթե բարձվում է, եթե on-line է ստորագրությունը դրում եւ այլն։ Ընտիր հրաշալի բան։ Հրաշալի օր է, հրաշալի։ Համեցեք կենթանակերպի նշանները, խնդրում եմ հանգամանորեն եւ յուրաքանչյուրին անդրադառնանք։ Սիրով խոսելով Վեներա Յուպիտերի միացման մասին, ցանկանում եմ ներկայացնել կենթանակերպերի այդ զույգերը, թե նրանք ինչ կարող են անել այդ ժամանակահատվածում եւ մի քանի օր է հունիսի 30-ից Յուպիտերը կանցնի արդեն իսկ առուծի կենթանակերպ, բայց հենց այդ ժամանակահատվածը շատ կարևոր է։ Ներկայացնում եմ ընդհանուր աստղաբանության տեսանկյունից, բայց միևնույն է այն մոլորակային դիրքերը մեծ ազդեցություն են ունենալու։ Վեներա Յուպիտեր միացումը խեցգետիների համար շատ կարևոր է լինելու էսթետիկ միջամտություն։ Եվ դրանից առաջ մենք բարենպաստ օրեր ունենք, ես կարող եմ այդ օրերը նշել։ Ահա, հունիսի 5-ը 6-ը ամենաբարենպաստ օրերն են։ Այդ օրերին կարող եք սկսել, որովհետև մինչ այդ Վեներան մոտենում է Յուպիտերին, հետո պետք է անցնի։ Ձեր անձնական կյանքը կարող եք դասավորել սիրելի խեցգետիններ։ Արտաքին տեսքի շտկումներ, կարող եք մազերը կտրել, Վեներան շարմ է տալիս, գեղեցկություն, հնարավոր է հանդիպեք ձեր երկրորդ կեսին, ինչպես խեցգետիները, այնպես էլ այծեղջյուրները, որտեղ այծեղջյուրների 7-րդ տանն է լինելու։ Նա կարող է լինել հայրենիքից, նա կարող է լինել բարերար։ Ի վերջո կարող եք ձեր կեցության պայմանները բարելավել, սիրելի խեցգետիներ, ինչպես նաև սիրելի ձկներ։ Երբ այս կանխատեսումները ես կատարում եմ անցած տարի հուլիս-օգոստոսին, որտեղ Յուպիտերը 1 տարով գտնվում է մի կենթանակերպում։ Շատ ծանոթ մարդիկ կային, կանայք, ես ասում եմ, գիտեք, Յուպիտերը խեցգետին է մտնելու, սիրելի ձկներ, ձեզ բալիկներ, թոռնիկներ են սպասում, ինչ չէին հավատում։ Եվ ուղիղ 1 ամիս հետո ինձ գրեցին, զանգեցին, որ իմ աղջիկը բալիկի է սպասում, մենք մեր բալիկին ենք սպասում, այո, Վեներան Յուպիտերը խեցգետնում եւ ձկների, եւ կարիճների, եւ խեցգետինների համար կարևոր այդպես լուրով հանդես կգա։ Հնարավոր է սպասեք վաղուց այն երեխային, որին վաղուց սպասում եք, Աստծո պարգև կարող է լինել, որովհետև լուսինը ձկների կենթանակերպում է։ Սիրելի այծեղջյուրներ, ինչպես նշեցի, ձեր 7-րդ տանն է, 7-րդ տունը ամուսնությունն է, գործընկերային, զուգընկերային հարաբերություններն են։ Հնարավոր է նոր հարաբերություններ սկսեք հենց ամսի 5-ից 6-ից, նոր գործեր սկսեք բարերարների հետ, նրանք կարող են օգնել ձեր անձնական կյանքը դասավորել, գեղեցկատես կարող են լինել, նրանք ձեր կյանքի, ձեր երազած ասպետը կարող են լինել, սիրելի կանայք, իսկ եթե տղամարդիկ եք ճաշակով, գեղեցիկ հագնված, նաև խեցգետինը տնավարի, այդ էսթետներ կարող են լինել Վեներան, նաև էսթետներ եւ ի վերջո ձեր երազանքը կարող է կատարվել, դուք կարող եք հանգիստ շունչ քաշել, կգտնեք այն մեկին, որին վաղուց սպասում եք եւ հնարավոր է սպիտակ ձիու վրա գա նստած։ Անցնենք առույցներին, առույցների պետք է որ 12-րդ տունը լինի, ջերոսների 6-րդ տուն, 12-րդ տունը դրանք գաղտնիքների տունն է։ Եթե սիրելի առույցներ ցանկանում եք ձեռք բերել բնակարան, հողամաս, մեծ տուն, դե առույցներ դղակներ են սիրում, Յուպիտերը խեցգետնում, կարող եք այդ ամենը ձեռք բերել, բայց ցանկալի է դրա մասին խոսեք, հանրայնացնեք, հունիսի 30-ից հետո, երբ որ Յուպիտերը արդեն գա առուց, դուք կարողանաք ցույց տալ ձեր դիրքը։ Նրանք, ովքեր գտնվում են մեկուսացման վայրերում, շատ հավանական է, որ նրանց կեցության պայմանները բարելավեն, նաև կարող է համաներում լինել։ Հուսանք, որ հենց այդ ժամանակահատվածներում գերիների ինչ-որ խումբ կվերադառնա, որոշ խմբականակ, եթե ոչ բոլորը։ Գաղտնիքների տանն է, ասեցի, նաև կարող է գնալ հանգստանալու այնպիսի մի վայր, որ բոլորի աչքից հեռու լինեք, ձեր առողջությունը ուղղակի
եւ պահպանեք եւ առողջական վիճակը բարելավեք։ Սիրելի ջրհոսներ, ձեր 6-րդ տանն է։ 6-րդ տունը դա աշխատանքն է, կենցաղն է։ Ձեր աշխատակիցները կարող են գոհացնել ձեզ, նոր ստավ կարող եք հավաքել աշխատակիցների հոգեբանական, քանի որ խեցգետինը նաև հոգեբանությունն է, նաև աշխատանքային պայմանները կարող եք լավացնել եւ այդ հոգեբանական բարենպաստ մթնոլորտը կարող է ազդել ձեր աշխատանքային process-ի վրա։ Նաև կարող եք մեծացնել մի քանի տեղ, մանավանդ եթե հյուրատնային, հյուրանոցային բիզնեսն է խեցգետինը, դա եթե ընտանեկան բիզնես ունեք, կարող եք արդեն ընդլայնել այդ բիզնեսը եւ աշխատակիցների քանակը շատացնել եւ հնարավոր է հաճույք եւ մեծ հասույթ ստանաք ձեր աշխատանքից։ Սիրելի կույսեր, ձեր 11-րդ տանը պետք է լինի, որպեսզի չսխալվեմ։ Այո, կույսերի 11-րդ տուն, ձկների 5-րդ տուն։ Միշտ ասում եմ լյուբով, дети, творчество, իմ սիրելի այդ արտահայտությունն է, արդեն 15 տարի է իմ խոսույթում է, ասեցի, որ երեխաներ են լինելու, մոտակա ժամանակահատվածում շատ արագ այդ ամենը կարող է լինել, հենց այդ օրերին, եթե ունեք երեխայի խնդիր, եթե ուզում եք գտնել ձեր սիրելին, որովհետև 5-րդ տունը դա սիրելին է, որը հետագայում կարող է դառնալ 5-րդ տնից արդեն 7-րդ տուն անցում արդեն ամուսին, զուգընկեր եւ այլն։ Մեծ սեր է սպասում ձեզ, սիրելի ձկներ, երեխաներ, կույսերի դեպքում, երբ որ 11-րդ տան է, 11-րդ տունը դրանք ոչ սովորական ճանապարհով երեխաներն են, մանավանդ կույսերը երբեմն առողջական խնդիրներ են ունենում, կույսերը գիտեք, որ նրանց օրգանիզմը բավականին ստերիլ է, այդ ամենը ինչ որ իրենք ավել են համարում, շատ արագ դուրս են մղում իրենց օրգանիզմից, ոչ սովորական ճանապարհով 11-րդ տունը ոչ սովորական ճանապարհով է, նաև եթե ունեք համախոհներ, ընկերներ, ձեր գաղափարները ուղղակի կարող են եւ ձեր երազանքները կամ ապագա պլանները, որոնք կապված են ընտանիքի, երեխա ունենալու, քանի որ Վեներան Յուպիտերն են այդտեղ խեցգետնում, կարող են մոտակա օրերին իրականանալ։ Հստակ պլաններ դրեք, հստակ ձեր, քանի որ գիտեմ կույսերը նրանք բավականին սկեպտիկ են, նրանք աշխատասեր են եւ նրանք հստակ ծրագրած այդպես մեխանիզմով են առաջնորդում, ինչպես այծաճուրները ձեր նպատակները կարող են իրականանալ կապված ընտանիքի, հայրենիքի եւ երեխաների հետ։ Իսերի ձկներ մեծ սեր, զվարճություններ, նրանք ովքեր բեմի մարդիկ են, ձեր հեղինակությունը կարող է բարձրանալ, ձեզ դերեր կտան, որոնք ձեզ կբերի հանրային ճանաչում։ Անցնենք առաջ կշերքների դեպքում, կշերքների 10-րդ տանն է, իսկ խոյերի 4-րդ տանը։ 10-րդ տունը դա վարկանիշն է, դա հայր ծնողն է, վարկանիշն է, սոցիալական դիրքն է, սոցիալական դիրքի բարելավում կարող է լինել, կրկին դա կարող է արտահայտվել ամուսնության, ընտանիք կարող է կազմել, սոցիալական դիրքի բարելավում այն է, որ Վեներան Յուպիտերը խեցգետնում, խեցգետինը ընտանիքն է։ Հայրիկին կարող են պաշտոն տալ, բայց մինչ այդ հնարավոր են խնդիրներ լինեն։ Ձեր ղեկավարների հետ հարաբերությունները կարող եք կարգավորել, բայց ուշադիր եղեք, քանի որ 10-րդ տունը ղեկավարն է, Վեներան Յուպիտերը կարող է նա ձեզ առաջարկություն անել։ Տարբեր առումներով, եւ սիրային, եւ ամուսնության, եւ ուղակի ձեր սոցիալական դիրքի այդ բարելավումը կարող է ընթանալ ղեկավար անձնակազմի մոտ ձեր լավագույն որակները ցույց տալու եւ նրանց պետք է հաջողանաք։ Սիրելի խոյեր, ձեր 4-րդ տանն է, կարծում եմ, որ որոշել եք տուն գնել եւ ժամանակը բավականին քիչ է, մինչեւ հունիսի 30-ն է։ Ձեր մայրիկի հետ հարաբերությունները կարող եք բարելավել, սիրելի խոյեր, նաև ձեզ է երեխա սպասում, որովհետև Յուպիտերը, Վեներան մտնում են ձեր 4-րդ տուն։ Ուրախության մոլորակները մտնում են ձեր ընտանիք, ձեր մայրիկը կարող է ձեզ օգնել, հնարավոր է նրա մոտ գնաք ապրելու կամ հնարավոր է նրանից առանձնանաք, բայց ձեր տունը ուրախություն է գալիս, սիրելի խոյեր։ Ուղղակի միշտ ապեք եւ վերջին խոսքը սկզբում մի ասեք։
Քանի որ Սատուրնը Նեպտունն են գտնում խոյի կենդանակերպ, մի քիչ իրատես եղեք, բայց կարծում եմ, որ այս անգամ կկարողանաք խուսափել խնդիրներից։ Իհարկե, հիշում եք, չէ, որ ամսի 10-ին լուսինը խոյում է լինելու, բարդ դիրքեր կան։ Ինչևէ, քեֆ, ուրախություն եւ դրական դիրքեր կարող եք փոխել տան կահույքը, Վեներան, Յուպիտերը, գեղեցկացնել ձեր տունը, կոսմետիկ վերանորոգում անել եւ ի վերջո ձեր տունը սարքել դղյակ, Վեներան, Յուպիտերը, խեցգետնում։ Նրանք, ովքեր արտերկրում են, երևի կվերադառնաք հայրենիք, կգտնեք ձեր բնակարանը կամ հողակտորը, պտղատու այգիներ այնտեղ կտնկեք եւ նրա արդյունքները կգցկաք 4-8-12 տարի հետո եւ բոլորն էլ կարող են ետ վերադառնալ եւ բոլորն էլ կարող են գնել մինչեւ հունիսի 30-ը, բայց որոշումը կայացրեք հենց այդ ժամանակահատվածում հունիսի 9-ին եւ գնացեք ձեր որոշման ու երազանքի ետևից։ Սիրելի կարիճներ, ձեր 9-րդ տանն է, սիրելի ցուլեր, ձեր 3-րդ տանն է, սիրելի կարիճներ, հնարավոր է արտասահմանում ստանաք ձեր ստատուսը։ Բնակության, կեցության վայրի հետ կապված դրական այդ մոլորակային դրքերը կօգնեն, որ այնտեղ հիմնավորվեք, բայց չմոռանաք հայրենիքը, միշտ ասում են չեք ասում արտերկրում, որտեղ 9-րդ տունն է արտերկրներ, սիրելի ցուլեր, այստեղ ներսում ձեր քույրերի, եղբայրների հետ կարող եք հարաբերությունները կարգավորել, կգնեք տուն, կգնեք շարժական իր, կուրախանաք նրանցով, կհավաքվեք ձեր բարեկամներով, եթե դուք ինտելեկտուալ այդ դաշտում եք, համացանցում եք ակտիվ, ինֆորմացիոն տեղեկատվական հարթակում եք, ապա հնարավոր է, որ ձեր վարկանիշը բարձրանա, հնարավոր է, որ լայն տեղեկատվական այդ հարթակներում դուք ունենաք հաջողություններ, հարգանք ի վերջո, եւ ձեր քույր, եղբայր, ձեր մտերիմ հարևանների ուրախությունները անմիջականորեն կարող են ազդել ձեր վրա։ Դրական մոլորակային դիրքերը կօգնեն, որ ձեր մոտակա շրջապատում լինի այսպես առողջ եւ ուրախ այդ մթնոլորտ, որը նաև կարող է ազդել ձեր վրա։ Եվ վերջին կենդանակերպերը աղեղնավոր երկորյակ, դա առանցք է 8 եւ երկրորդ տներ, սիրելի աղեղնավորներ, 8-րդ տունը դա գաղտնիքների տունն է, դա ֆինանսների տունն է, ներդրումներ կարող են անել, այդ ներդրումները կարող են անել ձեր գործընկերները եւ միշտ ասում են, որ պետք է ազնիվ լինեք նրանց հետ։ Գիտեմ, որ աղեղնավորները մի քիչ ավելի բարեսիրտ են եւ նրանք երբեմն այսպես շատ խիստ ուշադրություն չեն դարձնում իրենց կատարած աշխատանքի, իրենց գործողությունների, իրենց կյանքի համար, ամենաբարի նշաններն են աղեղնավոր եւ ձկներ, միշտ ասում, բայց նրանք տուժում են իրենց բարության համար։ Ինչևէ ֆինանսական հաջողություններ կտակ, ժառանգություն, Վեներան, Յուպիտերը, ձեր քույրիկը կարող է օգնել ձեզ ֆինանսապես, որպեսզի ձեռք բերեք ձեր երազանքի բնակավայրը, կամ նա կարող է հրաժարվել եւ ամբողջական ժառանգությունը հասնի ձեզ։ Եվ ի վերջո, սիրելի երկորյակներ, ձեր երկրորդ տանն է, երկրորդ տունը դա ֆինանսներն են։ Ֆինանսներ կարող եք վաստակել հարազատների միջոցով, տան անդամների միջոցով, ընտանեկան բիզնես կարող եք դնել, խեցգետինը դա հյուրատնային բիզնեսն է, դա ուտելիքն է, սնունդն է, համեղ սնունդն է, կերակրման այդ բոլոր վայրերն են, նրանք ովքեր հոգ են տանում, դրանք այն վայրերն են, որտեղ ավանդական այդ ուտեստներն են, դրանք այն բոլոր վայրերն են, որտեղ պահպանված է ընտանեկան կոլորիտը, եթե դրանք սննդի սպասարկման կետերն են, ապա հենց այդտեղ էլ կարող եք հաջողություն ունենալ։ Գնեք այգիներ, գտնեք հողամաս եւ այնտեղ հիմնեք ձեր փոքր բիզնեսը։ Եվ իմացեք, որ հաջողություն կունենաք 4, 8 եւ 12 տարի հետո կհիշեք իմ խոսքերը, գնացեք եւ գնացեք ձեր երազանքի ետևից։ Այսքանը սիրելի հետևորդներ, իմ կողմից ներկայացրեցի եւ հուսամ, որ իմ խորհուրդները ձեզ կօգնեն, որպեսզի դուք համընթաց գնաք տիեզերական ցիկլերի հետ։ Շնորհակալություն սիրելի Գայանե, հետաքրքիր ուսումնասիրությունների, վերլուծությունների, կանխատեսումների եւ ամենակարևորը, կարևոր տրիգոնների մասին ձեր փոխանցած ինֆորմացիայի համար։ Կհանդիպենք, ամենայն բարիք եմ ձեզ մաղթում։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց
աշխարհին։